Սարիթաղի այս նեղլիկ ոլորապտույտ փողոցներով անցնելիս արդեն պատկերացնում է սարսափն ու խուճապը, որը հուլիսի 29-ին ապրել են ոստիկանական մահակներից և հատուկ միջոցներից փախչող մարդիկ։ Այդ օրվանից հետո հասարակության մոտ հարց է առաջացել. արդյոք ոստիկանների նպատակը պարզապես ցույցը ցրելն էր, եւ ինչու էր անհրաժեշտ խաղաղ ցուցարարների նկատմամբ նման խիտ բնակեցված եւ նեղ փողոցում հատուկ միջոցներ կիրառելը, կամ էլ արդեն փախչող ցուցարարների հետևից մահակներով ընկնելը։ Դեպքից 4 օր անց Սարիթաղի բնակիչները մղձավանջի պես են հիշում այդ օրվա իրադարձությունները։ Մի անգամից կրակոցներ լսվեցին փախաներս էլ ոչինչ չեմ տեսել, ոչ մի բան չեմ լսել, մենակ այն տեսա, որ ծխի մեջ կորած էր ամբողջ երկինքը, գազով լցված, խեղդվում էին մարդիկ ու ձայներ էի լսում, գոռոց, ճչոց, աղմուկ, աղաղակ։ Հետո իջել տեսել ենք մեքենան ջարդված է։ Շտաբօգնության բժիշկը դացում էր, ասում էր իջեք շուտ արեք, այս աղջիկան հասցնենք հայրասկան։ Որ իշան արդեն արտասվում է, զգում եմ այդ մոմենտը, գիշերը չեմ կարող քնել, հավատա չեմ կարող։ Իմ ապրումները հենց է, որ ես իշում եմ լավ, ես անելու բան չէ, թուրքը սենց բան չէր անի, հայ։ Սարիթաղի այս բնակչին դժվարությամբ համոզեցինք հարցազրույց տալ, համաձայնեց խոսել միայն կադրից դուրս, ասաց, որ վախենում է, այդ օրվա դեպքերը տեսնելուց հետո ամեն ինչ սպասում է։ Ես Ոչի բանը չեմ վախենում, իմ երեխուց եմ վախենում, որ վաղմիս էլ հանգարցի մեր չտանեն այն դրանց նման անդամալուց սարքեն վերեն գցեն ջանից։ Ինչպես հետո պարզվեց, Սարիթաղում բոլորն են վախեցած։ Քչերը համաձայնեցին խոսել տեսախցիկի առջև։ Գրաշտանսկի հագնված քաղաքական ֆորմով չի ասի, որ միլիցիաներ են։ Կասեի ավելի շուտ մի հատ խուժան լագոտն է փողոցից բռնած, այտենց վերել էին, ով էր ուղարկե ինչ է։ Եկան ես ասի երևի այդ միտինգավորներն են։ Մի պա, հետո տենամ միլիցիաների հետ հաշտ ու համերաշտ իրար փաթթված միլիցիայով կռիվ են անում։ Ահա որ վիճակ էր այստեղ աղջիկ ջան, այստեղ լրիվ պատերազմական վիճակ էր։ Ես ասի սնայրատները ոնց է գալիս, շվացնելով այտենց գալիս է, չէ՞։ Ինչ ջրիվ չատկա են գցում, թե ջրիվ պակետները ինչ էր։ Դիմավոր շաշկիները գցին, կրակին այստեղ։ Ոնց որ իսկական պատերազմ։ Մարդիկ ուղղակի փախչում էին, այստեղ մենք մի քանի վիրավոր ունեինք, աղջիկը, մայրը այստեղ նստած էին, աղջկա ոտքը ծնկը վիրավորվել էր, բեկորային վնասվածք էր ստացել, շտաբօգնություն էինք զանգահարում, մի քանի անգամ զանգահարեցինք, բայց ոչ ոք չէր մոտենում, եթե անցնում էին, շտաբօգնությունը անցնում էր, այն կողմ էր գնում, քանի որ ասում էին ավելի ծանր վիրավորներ կան, արդեն չգիտեինք ինչ անենք, ջրերս էս դրել ենք, մարդիկ գալիս էին լցնում էին իրենց վրա, ականջները չէր լսում, ինչ որ վառվել էին, ու արագ փախնում էին։ Ու քանի որ Սարիթաղի փողոցները շատ խառն են, նեղ են, մարդիկ մեծ մասը ծանոթ չէր տամեն Սարիթաղի փողոցներին, հիմնականում խճճվել էին, չգիտեին ուր գնային, եւ հենց երևի ամենասարսափելին էր, որ հենց առաջի կրակոցն եղավ, փողոցի լույսերը միանգամից անջատվեց, ու մարդիկ ժամանակ ավելի խոճապահար փախչեցին։ Այստեղ կատարվել էր կռուգին։ Միլիցիաները եկան իրանց հետևից այդ գրաժդանսկի շորերով մարդիկ։ Իրանք բարձացան վերև, մնացածը սկսեցին ժողովրդին ջարդել, կոտորել եւ փախնում էին մի կողմ, նորից վազում էին ժողովրդի կողմը։ Մենք հազիվ ենք հասցնում վիավորներին, ծեծածներին փրկել։ Շտաբօգնությունի մեջ հավատացեք, որ ամեն շտաբօգնություն մեջ 8 հոգի մարդ ենք տեղավորել, որ վիավորներին տանեն։ Դաժե պարավ կին կար, մեծահասակ, ոտքի ծարունը գնում էր։ Աղջիկ կար մեջքը վառած, ոտքերը վառած, կրակեցին այդ անտերը մտավ մարդկանց թունը, վառեց այդ մարդկանց, կրիչներ վառեց, ժողովրդին, որ մեկ ասեմ։
Ոստիկանական հարձակումից տուժել են նաև Սարիթաղի բնակիչները։ Շատերին ահաբեկել են իրենց տներում, երբ ցույցը ցրելուց հետո իրավապահները սկսել են տները խուզարկել պատասպարված ցուցարարներին գտնելու նպատակով։ Հետո արդեն ոստիկանները նահանջեցին, այդ զրահապատ ոստիկանները, որոնց մի քանի շարքով պատ էին կազմել, նահանջեցին, բայց դրանից հետո արդեն առանց համարների ավտոմեքենաներն էին ամբողջ փողոցով Սարիթաղով լցված եւ գիշերը մինչեւ լուսաբաց իրանք հռհռում էին ուղակի։ Լուսաբացին նոր գնացին, իսկ այս վերջին օրերն էլի ոստիկանները այս շրջանի այս կողմը էլի հավաքվում էին մի քանի ավտոմեքենաներով։ Սարիթաղցիները հիմա էլ վախենում են դռան ամենթակոցից։ Ոստիկանները մինչև հիմա չեն հեռանում տարածքից։ Շատերը պարզապես փակել են տանդուռը եւ ժամանակավորապես տեղափոխվել։ Մեծ էլ կան երեխաներ, ասում են երեխաները թող գնան տուն։ Այդ գմփոցից տուններ են վախենում երեխաները։ Ես օրինակ իմ ընտանիքին ես իշքան վախտա չեմ թողել։ Տուն մինակ եմ ապրում։ Հետո ժողովուրդը իշքան պետք է ոդկով գնա գա։ Մեկ կազնեն անջատում, մեկ լուսնեն անջատում։ Մենք մարդ չենք ուզում, մենք ապրենք ոնց որ նորմալ մարդիկ։ Ոստիկանական գործողությունների կիզակետում հայտնված այս տանդուռը վերջին օրերին բացվում է միայն բուժաշխատողների համար։ Մեծ ու երբեմնի կենսուրախ ընտանիքում լրագրողներին չեն սպասում, չեն ուզում վերհիշել այդ օրվա սարսափը։ Պապը 4 թոռներին վերցրել ու դուրս էր վազել այրվող տնից, բայց ոստիկանը հարձակվել էր նրա վրա եւ ստիպված հետ էր բերել երեխաներին պահել ծխով լցված սենյակում։ Սարիթաղի երեխաների համար կյանքն այլևս նախկինը չէ։ Այսուհետ ամեն անգամ տեսախցիկ տեսնելիս նրանք փակելու են դեմքը եւ թաքնվեն, հիշելով ծնողների հորդորը, անծանոթների հետ չխոսել եւ չպատմել այդ օրվա իրենց տեսածի մասին։